Լոռու մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանրային իրազեկման հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին Վանաձորի Թումանյան և Կոմիտաս վարդապետի տրանսպորտային հանգույց հանդիսացող հրապարակների, ինչպես նաև քաղաքային լճերի հիմնանորոգման և արդիականացման էսքիզային առաջարկները։ Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Ռուբեն Մարգարյանը, նախագծերի հեղինակ ճարտարապետ Սուրեն Աբովյանը, մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, քաղաքացիներ և լրագրողներ։ Ներկայացնելով իր մշակած էսքիզները Սուրեն Աբովյանը նշեց, որ Թումանյան հրապարակը նախատեսվում է ամբողջությամբ բարեկարգել։ Նախագծով նախատեսվում է տեղադրել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի արձանը, ձևավորել ջրային և կանաչ գոտիներ։ Ճարտարապետի խոսքով նախագծման ընթացքում հաշվի է առնվել նաև հրապարակների ձևավորման միջազգային լավագույն փորձը։ Հանդիպման մասնակիցներին հետաքրքրում էր, թե արդյոք հրապարակը կծառայի նաև որպես հանգստի գոտի, ինչպես նաև ինչ լուծումներ են նախատեսվում տարածքի մուտքի և ելքի կազմակերպման համար։ Նախնական նախագծում նախատեսվենք ստորգետնյա անցում, որպեսզի կարողանան բնակիչները նաև մուտք ունենան արձանին կամ այդ տարածքին, բայց հաշվի առնելով գերտերեկության, անվտանգության և դժբախտ պատահարներ խուսափելու այդ միտքը, այդ անցումը հանվել է, բնակչության մուտք չի նախատեսվում, միայն եթե հատուկ օրերին, չգիտեմ, օրինակ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը կարիք կլինի ինչ-որ միջոցառում անել, այդ ժամանակ գերտերեկությունը կկարգավորեն ժամանակավոր։ Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև Կոմիտաս վարդապետի հրապարակում։ Այստեղ նախատեսվում է տեղադրել հայ երաժշտական ազգագրության հիմնադիր, մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի արձանը, որի շուրջ կձևավորվեն ջրային և կանաչ գոտիներ, բարեկարգ տեսք հաղորդելով մարզկենտրոնի մուտք հանդիսացող Թումանյան փողոցի սկզբնամասին։ Արձանների վերջնական տեսքի վերաբերյալ, սակայն դեռևս մշակումներ չկան։ Սուրեն Աբովյանի խոսքով, այդ նպատակով անհրաժեշտ կլինի կազմակերպել քանդակագործների բաց մրցույթ։ Հիմնանորոգման և արդիականացման ծրագրում ընդգրկված են նաև քաղաքային լճերը հարակից տարածքով և Տանձուտ գետի տվյալ հատվածով։ Հիշեցնենք, որ այդ տարածքը վերջերս վերադարձվել է համայնքի տնօրինությանը։ Քաղաքային լճերի համար ճարտարապետը մշակել է մի քանի էսքիզային տարբերակ։ Քննարկման ընթացքում հիմնական տարաձայնությունները վերաբերում էին տարածքի հետագա նպատակային օգտագործմանը։ Մի հատված առաջարկում էր վերականգնել լճի ավազանը, այն դարձնելով նաև լողալու համար պիտանի, իսկ մյուսները նախընտրում էին լճում ստեղծել շատրվանների համակարգ և ամբողջ տարածքը զարգացնել որպես հանգստի և զբոսանքի գոտի։ Ինքը շատ լավ է, եթե լոդկաների միայն լինի լողալու գոտի, բայց եթե ինքը դիտարկվում է որպես հանգստի գոտի, հատկապես երեխեքի հետ գնալու համար, ինքը ավելի լավ է լինի միայն շատրվանային գոտի, որտեղ երբ որ ես իմ երեխաներին վերցնում եմ, ես հաճույքով բարձր հրապարակ, երբ որ շատրվանները միացված է, լուսավորությունը ու հաստատ ցանկություն չենք ունենում թռնենք ջուրը մի հատ դուրս գանք։ Սա անվճարն է, որով մատուցվում է համայնքի այն երեխեքին է, որոնք վճարունալի չեն կարող գնալ բարձրային լողան։ Ու եթե դուք ունեք երկու մարդ երեխեքին կարող տանել 4000 դրամ ուղղակի կոչվող, համայնքի բնակչության մեծամասնությունը կարող է։ Հիշեցնենք, որ այս տարի դժվարությամբ կայացած Վանաձոր համայնքի ավականու միակ նիստում հաստատվել էին մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնց թվում էին նաև վերենշված 3 նախագծերը։ Սակայն քննարկման ընթացքում հարց բարձրացվեց, թե ինչ ընթացք է ունեցել դրանց իրականացումը։ Երբ է նախագծում, որ ծրագրի այդ ամբողջները անցնելու է եւ իրականացնելու է։ Հստակ ժամկետ չեմ բարձրացնում, կախված է այս հանրային քննարկման արդյունքում վերջնական միջոցներ կլինեն, դրանից հետո նախագծանախաշվան կազմակերպել եւ պատրաստ կլինեն, բայց հավանաբար դա այս տարվա մեջ հաստատում ունենա։ Ու արդեն կախված եղանակային պայմաններից շինաշխատանքների քննարկման այս տարի արդեն հաջողվել է։ Ավականու որոշումից հետո պետք է հայտարարվեր մրցույթ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը մինչև մայիսի 20-ը ներկայացվեր կառավարություն։ Քանի որ այդ քայլերը չեն իրականացվել, մասնակիցների գնահատմամբ մինչև տարեվերջ շինարարական աշխատանքների մեկնարկի մասին խոսելը դժվար թե իրատեսական լինի։ Կազմում է իր աշխատանքային տարեկան պլանը, համայնքապետարան բաժանում եռանցյակների եւ այդ եռանցյակների միջոցով տալիս հաշվետվություն թե ինչ է։ Նա եթե բաժանենք այդ եռանցյակներից, ասում է, որ ոչ մի չի արել եւ արդեն հուլիս ամիսն է, սա մտնում ենք օգոստոս, ունենք այդ բահին կառավարության կողմից հաստատված 3 ծրագիր։ Հաստատված այդ 40 փողոցներ, այս լճեր, այս կալցեվոյներ, ոչ մի ծրագիր չունենք աշխատել։ Կարանք ենթադրենք, որ ոչ մի աշխատանք չի արվել։ Իհարկե, ոչ, դա ձեր մեկնաբանումն է այդ ոճի, ես շատ հանգիստ նորմալում եմ ձեր մեկնաբանումը,
բայց կատարել է բավական լուրջ աշխատանքներ, որը որ դուք ոչ մի ձևով չեք ուզում մեկնեցնել, ընդհանուր չկա։ Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան մասնակիցներին ներկայացնելու նաև մի շարք դիտարկումներ եւ առաջարկություններ, որոնք կքննարկվեն։ Քաղաքային լճերի էսքիզային տարբերակները նախատեսվում է ներկայացնել նաև հանրային ավելի լայն իրազեկման։ Հերմինե Զարմանյան, Նորայր Այունց, Լոռի հեռուստաընկերություն։